Հայաստանի դիրքը համաշխարհային բանկի գործարարության գնահատման առումով անհամատելի կբարելավի։ Սա իրականություն կդառնա հարկային նոր բարեփոխումների արդյունքում։ Հիմքը կա, հաշվի առնելով վերջին տարիների հարկային վարչարարության խոշորածավալ բարեփոխումները։ Հիմա էլ նոր թափ հավաքելու ժամանակն է։ Հարկային նոր օրենսգիրքը պատրաստ է քննարկումների համար, սակայն ֆինանսների նախարարությունը մշակել է նաև առանձին օրենսդրական փոփոխությունների նախագծային փաթեթ, որով նախատեսվում է ներդնել հարկերի հաշվառման նոր համակարգ։ Այն հարկատուներին կազատի մոտ 50 հարկային հաշիվներից։ Դրանց փոխարեն յուրաքանչյուր հարկատու կունենա ընդամենը մեկ միասնական գանձապետական հաշիվ։ Նախատեսվում է ստեղծել մի այնպիսի համակարգ, որը հարկվճարողներին ժամանակի ցանկացած պահի հնարավորություն կձեռի առցանց եղանակով հետևել իր հարկային պարտավորություններին, իր կատարած վճարումներին ըստ հարկատեսակների, ըստ ամենայն մանրամասնությունների, առանց հարկային մարմիններ այցելելու։ Գանձապետական մեկ հաշվի գլխավոր առավելությունն այն է, որ հարկատուի փոխանցած գումարը պետական բյուջեի եկամուտ կհամարվի միայն այն ժամանակ, երբ տնտեսվարողը ներկայացնի հարկային հաշվարկը։ Այդ միջանկյալ հատվածում հարկատուն կարող է տնօրինել միասնական գանձապետական հաշվին փոխանցած գումարը, նույնիսկ հետ ստանալ այն։ Կառավարվող մեկ գանձապետական հաշվի ներդրմամբ կվերանա գերավճարներ կուտակելու հնարավորությունը։ Գանձապետական հաշիվը նմանվում է տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվին, եւ բանկային հաշվից, քանի դեռ տնտեսավարող սուբյեկտը փոխանցում չի կատարում, բնականաբար հաշիվի գումարը չի պակասում եւ հարկային պարտավորությունները չեն մարվում։ Նույն տրամաբանությամբ, եթե գանձապետական հաշվին առկա է գումար, այդ գումարը դեռևս պետության գումարը չէ։ Հարկերի հաշվառման նոր համակարգի ներդրման համար ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուները ուսումնասիրել են միջազգային փորձը, այցելել են սկանդինավյան երկրներ, ծանոթացել շվեդական տարբերակին։ Սա մեծ գաղափար է, կարծում եմ, ոչ միայն այս տարածաշրջանի, այլ համաշխարհային մակարդակով, քանի որ մենք անցնում ենք նոր պլատֆորմի մեր հարկվճարողների հետ։ Մենք անցնում ենք ոչ թե պատժելու, այլ կանխելու մեխանիզմների։ Նախատեսվող էլեկտրոնային կառավարման համակարգը բացառելու է բիզնես պետական աշխատող շփումը։ Ֆինանսների նախարարությունը նախատեսում է կրճատել հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը։ Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվարկների փոխարեն ներդրվում է անուղղակի հարկերի մեկ միասնական հաշվարկ։ Ճշգրտության բարձրագույն աստիճան, ձեռքի եւ մարդկային որևիցե ուրեմն միջամտություն այս հաշվարկներին տեղի չունենա ու թափանցիկ կլինի։ Ուրեմն մենք ունենանք զերո սուբյեկտիվիզմ, այս բնակարում օբյեկտիվությունը բարձր։ Հարկային վարչարարության բարեփոխումները լուրջ տնտեսական էֆեկտ կունենան, որովհետև տնտեսվարողները կկարողանան իրենց գումարը ներդնել իրենց բիզնեսի մեջ։ Դրոշմապիտակները եւ ակցիզային դրոշմանիշները տնտեսվարողները կկարողանան ստանալ առանց կանխավճարների։ Բիզնեսը նաև կազատվի ՀԴՄ-ների օգտագործման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի կրկնապատկումից։ Լիլիթ Ասլանյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։